Կամ Ալեն Սիմոնյանը ձեր դատը գնում է, չէ՞ լե։ Ոնց արդեն տուգանքների փուլը ասել։ Քանի հատ ասենք դատական։ Մենակ իր կողմից եւ ասենք էսի բարեվարկությունը, հա, երբ որ ազգային ժողովի այն ժամանակ իր լիազորություններից օգտվելով ճնշել է դատարաններին, հիմա ինձնից պահանջում է ներողություն խնդրել եւ առելի գումարներ վճարել։ Դե այսինքն ուզում եմ ասեմ, որ բարեվարկությունը դա բովանդակություն է։ Դատարանը ասենք գտնում է, որ Ալեն Սիմոնյանը պոռնիկ չի, դատարանը գտնում է, որ Ալեն Սիմոնյանը Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ չի վազել, դատարանը գտնում է, որ իմ եւ Էդգար Ղազարյանի եթերի ժամանակ Էդգար Ղազարյանն ինչ որ բան է ասել, ես էլ պիտի սաստեի, եթե չէ, ուրեմն պիտի ես էլ ներողություն խնդրեմ, գումար վճարեմ։ Էլի գալիս ենք այդ բանին։ Հաղորդման հեղինակին չի սաստի, հյուրին ի վերջո ես եթե հիմա բան եմ հնչեցնում, կարծիք։ Այդ կարծիքի իմն է, ես դիմ կարծիքի համար կրեմ իրավական Չաուշեսկու հետ ինչա տեղի ունեցել։ Այսինքն վարողի, այսինքն հիմա մի հատ էլ մնում է, որ հաղորդումները որտեղ գնում ենք, ինքնագրաքվվում են կամ գրաքվվեն։ Բայց որոշումը չի համար են իմ դեմ կայացել։ Այս տուգանքներին չեն թողել չեն տանում։ Դա աբսուրդ է, Եվ ներողություն խնդրել։ Այսինքն ասածս հետևյալն է, բարեվարկությունը բովանդակություն է։ Խնդրեմ թող իշխանությունը իր կոնկրետ քայլերով Ինչի պահանջ առաջացավ թքող բալային նորից տանել ինչ որ պաշտոն տալ։ Այդ իմ համար ամենամեծ անակնկալներից մեկն է եղել, ճիշտ ասած։ Ինչ է, եւ Արմեն Գրիգորյանն էլ Արմեն Գևորգյանն է Գրիգորյանին տանում են։ Ես հələ այդ մասով վստահ չեմ, որ գնալու է, գուցե չգնա, չեմ կարող ասել, որովհետեւ եթե վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից այս պահին հրաժարվել է, չեմ կարող միանշանակ ասել կգնա թե չէ, բայց Ալեն Սիմոնյանի մասով ինձ թվում է այս որոշումը անակնկալ էր նույնիսկ իր համար։ Ալենի։ Հա, տեսեք, ասեմ, որովհետև ինքը ազգային ժողովում երբ որ հրաժեշտ էր տալի, ակնարկում էր, որ մի տևական ժամանակ անձնական կյանքով զբաղվելու, հաթարա վերցնելու եւ այլն։ Բացի այդ, ազգային ժողովում ինքը ունի մի քանի կողմնակիցներ, թիմ, չէ, միկրոթիմ։ Այո։ Այդ կանայք են, այդ հայտնի են, որ ներկայացված են, դրանք իմ հոգևոր հայրը, բան հոգևոր մեղմ ասած տրաուրային տրամադրությունների մեջ էին, այսինքն իրանք չէին սպասում, դիրքերը իրանց թուլացել էր, իրանք չէին էլ խոսափում այդ խոստովանելուց եւ այլն, սա երկու։ Երրորդը ես եղել եմ այդ կարծիքին, շարունակում եմ մնալ, որ Ալեն Սիմոնյանը բոլոր առումներով մաշված էր եւ պիտանելություն չուներ որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու։ Հիմա, բայց ըստ երևույթին ստեղ մի քանի գործոնի հետ գործ ունենք։ Առաջինը Ալեն Սիմոնյանը փաստացի Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, ինչի համար զոհաբերվեց Արմեն Գրիգորյանը, եւ Արմեն Գրիգորյանը 8 տարի ամենաերկարակայած պաշտոնյան էր այդ պաշտոնում։ Մենք չենք էլ լսել, որ Իրանից դժգոհություն հայտնի Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ խնդիր կարող է լինել արդեն արտաքին քաղաքական երկուսն էլ մի բանի մեջ եմ դնում։ Առաջինը ըստ երևույթին այն ուղղությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում, որ սպասարկում էր Արմեն Գրիգորյանը, դրա անհրաժեշտություն էլ չկա, այսինքն Հաջիև Գրիգորյանը այդ կանալը, ըստ երևույթին ալնում է, չէ, բանակցություններում ինչ-որ պատուհան փակելու անհրաժեշտություն ալնում, կամ էլ պատուհանել պետք չի։ Ինչու՞։ Դե հիմա որտեվ կարող է մի հատ փուլ է եկե, որտեղ արգորստախարների միջև շփումներն են կարևոր, կամ էլ Սաղնադրական հարակվեի նախապատրաստման փուլի այդ process-ը ավարտվել է, օրինակ Արմեն Գրիգորյանը դրա հետ էր։ Դրա համար էր Հաջիևի հետ բանակցություն եւ Չի ավարտել, նոր մյուս կողմից, եթե գալիս պարոն Սուրենյանց հետ։ Դե բայց այդ գործը բրծել է, այն ինչ-որ կատարվելու է Հայաստանի ներսում։ Հա, հասկացա։ Մյուս կողմից Արմեն Գրիգորյանը այլևս վտանգավոր էր դարձել Նիկոլ Փաշինյանի համար հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։ Հիմա ինքը բերել է մարդու Ալեն Սիմոնյանին, որը չնայած իր ցինիզմին, այդ կաշկանդվածությունը չունի ռուսների հետ խոսալու բանանելու, ըստ երևույթին Արմեն Գրիգորյանը հեռացվել է հիշում եք, չէ՞, կարծիք։ Հա, բայց նաև Նիկոլ Փաշինյանը հիշողություն ունի, չէ՞, 2016 թվականին ինքը Ալենի հետ գնացել է Մոսկվա։ Ով է հանդիպել, ինչ են քննարկել, ինչ են պայմանավորվել։ Դրա համար թիվը լսեք։ 2016 թիվ։ Ես չեմ վիճում։ Ինչ են պայմանավորվել Մոսկվայում Նիկոլի հետ։ Ալենի միջնորդությամբ։ Հա, հասկացա, հիմա բերում է մարդու,
Դեժավյա նաև ռուսների մոտ փորձում առաջացնել կարող է։ Եվ մի ուրիշ բան Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ինքը այնուամենայնիվ փորձում է ռուսների հետ մեղմացնել։ Այո։ Վարդան Գրիգորյանը Հասկանալի է։ մարտեր համարվում։ Տրամաբանական է ձեր ասածը։ Այո, հիմա մի հատ ուրիշ բան էլ ասեմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը նաև ուրիշ մի բան արեց։ Երկու խնդիր էլ լուծեց։ Ինքը ցույց տվեց, որ բոլորը ուսապարկ են, այդ միֆա, որ էսի չարեմուտքի մարդն չէ։ Որ ամեն ինչ ես եմ որոշում։ Այսինքն Ալենն էլ է ուսապարկ, Արմենն էլ է որտեղ ուսապարկ։ վերցնես, ես կարամ գցեմ։ Մյուս կողմից ես նկատել եմ Նիկոլ Փաշինյանը սկսել է ընդդիմադիր հիմնական առաջնորդների կոնտրի շոր քայլեր անել։ Օրինակ, եթե կհիշեք, սրանից մոտ երևի ամիս կես առաջ լրագրողներից մեկը Սամվել Կարապետյանին հարցրեց. «Ձեր գաղտնի պլանի մի հատ արդյունք կարաք ասեք»։ Սամվել Կարապետյանը կես կատակ, կես լուրջ ասեց, հա, օրինակ հասանք նրան, որ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահ չի։ Կարծում եք դրա համար։ Այսինքն նաև որ ցույց տա, որ ձերինադու Ալեն Սիմոնյանին կնշանակեմ էլի ինչ-որ Այդքան մանկամիտ է։ Դե կարա տարբեր պատճառ։ Ես բոլոր պատճառները նշեցի, համ լուրջ, համ անլուրջ։ Մի խոսքով, բայց ծիծաղելի է Ալեն Սիմոնյանին այդ պաշտոնին տեսնելը, անկեղծ ընդհանրապես իրան որևէ պաշտոն տեսնելը ծիծաղելի, բայց անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում տեսնելը հատկապես ծիծաղելի է, բավոր մտքով անցնի հանկարծ այն ժամանակ գոնե մեր падգամավորների ու քաղաքացիների հետ էր շփվում։ Հիմա գործի բերումով օտարերկրյա դիվանագետների հետ էլ է շփվում։ Բա որ ջղայնանա թքի։ Արդեն սկսել է։ Երեք ինչ էր այդ երկու անունը։ Այդ դիվանագետը։ Այո, ինչ էր անունը Արփի։ Լոբոդա էր ինչ։ Լոբոդա, Լաբադա ինչ են ասում։ Արդեն սկսել է դիվանագիտական բաները։ Դե կարևորը առաջին միջազգային շփման ժամանակ չի թքի։ Այդ բարեկրթության շատ մեծ թեկածներ մի բան։ Մի խոսքով Ալեն Սիմոնյանը մեկը ես համարում եմ, որ դա արդեն ձեր բերում է, Ալեն Սիմոնյանը չի թքել։ Ես համարում եմ, որ դա անակնկալ էր։ Արմեն Գրիգորյանով էլ նսպի հիացած չեմ բնականաբար, բայց մի բան ասեմ, գոնե նա ինչ-որ զսպվածություն ուներ, այդ ինստիտուտը քիչ էր վարկաբեկում, հիմա չգիտեմ էլի Ալեն Սիմոնյանին, չգիտեմ, օրինակ կարելի էր իրան տանել մի հատ ինչ-որ շոու բիզնեսի ոլորտում բան, համալիրից դիրեկտոր Սազեր իրա բան, բայց տանել ախ։ Իրա մասին բանի ակրոբատիկ այնինչ կարևորն է նա, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը այդ անվտանգության խորհրդի մասին շարունակում է ճիշտ մնալ աղք։ Թե աղք։ Դե աղք էլ կարա դառնա, կամ վախք։ Վախք։ Դե բա ճաշակի հարցը։